ծախսերի ծրագրում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկները ներկայացնել ավականու համալությանը, իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ որոշում ուժի մեջ է մտնում պաշտպանության հրապարակման հաջորդող օրվանից քվեարկություն ովքեր են կողմ։ Երկու բաներ ես հարցի շուրջ ասել, որ ուրեմն իրազեկման փուլը կրծել է, մեր առաջարկների ներկայացման փուլը ավարտվել է, վաղվանից սկսվում է արդեն քվեարկության փուլը, ծրագրով այնտեղ կարգավորները նշված է ու տևել է մինչև ամսի 28-ը։ Ընդդում եմ ակտիվ եղեք և գրանցումներում, և քվեարկություններում։ Չէ, մեր ընտրողների առնվազն 5%-ը պետք է հաղթահարի չեն։ Օրինակ 87 ձայն և ապել պետք է հավաքի։ Ու օրինակյաբար, եթե 19 առաջարկից ենթադրենք 5 հատն է անցել, փուլը իրականացումը սկսվում է ամենաշատ ձեն հավաքած ծրագրերից։ Օրինակ առաջինտեղ զբաղեցրած ծրագիրը նախագիծ նախահաշիվը կազմում ենք, ենթադրենք կազմես 15 միլիոն, այսինքն ստացվում է մենք ևս գումար ունենք երկրորդ ծրագրին անդրադառնալու։ Երկրորդն ենք կազմում ներկայացնում, եթե տակը գումար մնաց երրորդին, այս ձևի շարունակական։ Մեր ավականու որոշումով և կառավարության 1899 որոշումով այնտեղ կարելի որ առնվազն 20% համաֆինանսավորում։ Եթե օրինակի համար այն ձևի եղավ, որ մենք կարիքը զգացինք, որ պետք է բոլոր անցած ծրագրերը իրականանան, ավականուից թող առնվազն 20%-ի համաֆինանսավորումը արդեն կոնկրետ թիվ ունենանք ֆիքսված, համաֆինանսավորել ենթադրենք 70%-ի չափ։ Հաջորդ լիստերին ուղղակի որ շահեգացնում եմ, որ կարա ձեր բոլոր հարազատներին, ովքեր համայնքի բնակիչ 16 տարին հեռացած գրանցվի քվեարկեն, որ մի հոգին կարա 3 ծրագիր ու այս տարվա հետ կապված մոտավորապես 600 քանի բնակիչ արդեն ունենք որպես համայնքի կայքից օգտվող։ Բացի այս ծրագրից ընկերներ հետագա